Նիկոլն է։ Ես ամաչում եմ, որ իմ ղեկավարը Նիկոլն է։ Ես ամաչում եմ, որ իմ ղեկավարությունը գնում է ասում Հայաստանը, Արցախը Ադրբեջանն է, ամբիոնում, Չեխիայի ամբիոնում։ Ես ռուսիցն է խանում են։ Ռուսը ինչ անի, որ քո ղեկավարը գնում է Չեխիայում ասում է Ադրբեջան է։ Քո պապն է ստեղծել այդ տականք, այդ կեղտ։ Մեր ղեկավարը հոգեկան շեղումներ ունի։ Պիտի այդ հոգեկան շեղում ունեցող մարդկանց իրավահմակով, իրավանդայով վերացնենք, ժողովուրդը դուրս գա հրապարակ, սա իմ կարծիքն է, կարող է ուրիշները ուրիշ կարծիք ունենան, ժողովուրդը դուրս գա հրապարակ, ընտրյալ, մերը պիտի լինի շատ խելացի և ընտրյալ, որ կարողանա ժողովրդի խելքի բերի, ժողովուրդը իրար ուտում են, բանակը քանդել է, մեր ղեկավարությանը վերացրում է, բոլոր բանտարկյալները նստած են, իմ ընկերները, որդեկորուս ծնողները բանտերում նստած են, սրբազանները բանտում նստած են, ինչ տարբերություն սրբազանի, որ հայկական բանտում է նստած, կամ էլ Ռուբեն Վարդանյանը, որ Բաքվի բանտում է նստած, ես տարբերություն չեմ տեսնում, նույն թուրքն է դատում էր, նույն թուրքը Հայաստանը հանձնելու է, մի քանի տարուց հետո Հայաստան չի լինելու, խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, շատ եմ խնդրում, դուրս եկեք փողոցից տականքներին վերացնենք, Նիկոլն ով է, ախր խելքը գլխին գոնե մարդ լինի, որ մենք ասենք գոնե ղեկավար ունենանք, Նիկոլ, հիշի բոլոր նեռոնից բռնցրած Ստալինով դուրս եկած, դուք վերանալու եք, սատկելու եք, ձեզ վերջը տեսնել։ Ես հերոսի մայրն եմ, հույսը դրել եմ արդեն Աստծո վրա, հաջողություն հայ ժողովրդին, ազատություն մեր քաղբանտարկյալներին։ Մենք խոսումներին չենք հավատում, բոլորս սուտ է, բոլորս դարել եք ստի